Շարունակում ենք ծրագիրը, եթերում է RTN-ի լուրերի թողարկումն է եւ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եկեք նախ առաջ անդրադառնանք հայաստանյան այսօրվա լրահոսից մի փաստի, չնայած այս մասին վերջին մի քանի օրերին շատ էր խոսվում, որ Եղիշե Կիրակոսյանը հրաժարական է տալիս իր պաշտոնից միջազգային հարցերով դատական գործերով Եվ պաշտոնը թողնում է, ինքը ասում է, որ գնում է, ուզում է ավելի շատ զբաղվել գիտական գործունեությամբ այս մակարդակում, որպեսզի ավելի լավ համապատասխան մասնագետներ նաև օգնի պատրաստել Հայաստանի Հանրապետության համար, երախտագիտություն է հայտնում վարչապետին, բայց կարծեք թե շրջապատում այնքան էլ չեն հավատում այս ամեն ինչին, ձեր կարծիքով ինչ է տեղի ունենում։ Նախ ուզում ասել, որ եթե նկատել եք վերջին օրերին ուղղակի ես սարսափելի ծանրաբեռնված ենք աշխատում, ամենայն անկեղծությամբ ինչ որ մի պարտ ինձ թվում է, որ այն որ ասում եմ, այնպես խոսք չես ուղեղը տարտեն ասած պայթում է, ամեն րոպե ինչ որ բան փոխվում է։ Նկատում եք ինչ է կատարվում։ Ամեն րոպե ինչ որ բան փոխվում է եւ լրջագույն զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ուղղակի այս տեմպը սարսափելի է։ Ես անգամ ինքս չէի սպասում այս տեմպին, հա։ Տեսեք, ինչ վերաբերվում է Եղիշե Կիրակոսյանին, դա երևի այս երկու օրի ամենաաղմկարույց լուրն է, չէ։ Ես շատ կուզենամ, որ դա դրա հետ կապված չլինի, ամենայն անկեղծությամբ, որովհետև իրոք ես կուզենամ, որտեվ Ալեն Սիմոնյանը մի քանի օր առաջ կարծես թե անոնսի պես մի բան տվեց, որ ինչ որ կարևոր զարգացումների մասին կհիշեք, 2 թե 3 օր առաջ էր, որ եւ այդ կարևոր զարգացումները Ալեն Սիմոնյանը կապեց Ադրբեջանին մեր պատասխանի ուղարկելու հետ մեկտեղ ես ենթադրում եմ, որ այդ կապը ստեղծվել է այս որ չեն հավատում, ինչպես դուք նշեցիք, դրա պատճառով է ստեղծվել, որովհետև այդ ակնարկը եւ նաեւ բացի դրանից էլ մի քանի ամիս առաջ Եղիշե Կիրակոսյանի անվան հետ կապված կհիշեք այդպիսի խոսակցություններ նորից եղան, որ ինքը պատրաստվում է գնալ եւ այլն։ Ես շատ կուզենամ հավատալ, որ այդպես չի, մենք Տիգրան Խազմալյանի հետ Եվրոպական կուսակցության նախագահի հետ քննարկել ենք այդ հարցը, ավելի մանրամասն, ուրեմն շատ ավելի մանրամասն եւ նաեւ Եվրամիության հետ կապված այդ ինչու ազգային ժողովը չընդունեց, որտեղ հենց իրենք են այդ նախաձեռնողները, գիտեք, Եվրոպական կուսակցությունը այդ նախաձեռնողներից մեկն է, մյուս կուսակցությունը հետ միասին, եւ հետաքրքիր կլինի Ոչ թե մերժեց, այլ չեղավ այդ նիստը։ Այո, ասեցի մերժեց, նկատի ունեմ չքվեարկեցին, էլի, հետաձգվեց անորոշ ժամանակով, չենք հասկանում ինչ է տեղի ունենում, նկատի ունեմ այդ հարցերը մենք ամբողջ հայաստանյան դաշտի սպեկտրը քննարկել ենք Տիգրան Խազմալյանի հետ, վաղը ես կներկայացնեմ ARTN-ի YouTube-յան ալիքով, հիմա կարճ ասեմ ինչն է խնդիրը, տեսեք, Ալիևը այսօր ելույթ է ունեցել Անկարայում, այսինքն հեռակապով ինչքան հասկացա, էական չի, ելույթ է ունեցել եւ ասել է հետեւյալը, որ Նախիջևանը պատմական ադրբեջանական հողը, որտից իրանց այդ պատմական հողերը ես չգիտեմ, հորն էլ հիշատակեցա, որ իբր թե հայերը ուզում էին մտնեին Նախիջևանը վերցնեին, թե այդպիսի բան որտեղից է հորինում մտքից եւ այլն, մի խոսքով, հայերը թե խիզախ հայերը թույլ չտվեց եւ այլն, մի խոսքով, եւ ասաց, որ սովետական իշխանությունը, իսկ ռուսները անարդարացիորեն Զանգեզուրը վերցրել են, ինչ ասեց արևմտյան Զանգեզուրը վերցրել են եւ բան են արել, փոխանցել են այդ հայերին, սա լկտիության ուղակի վերջն է, եւ ինչի մասին է խոսքը, տեսեք, ես քանի ստանում եմ, ես բազմաթիվ մի քանի աղբյուրից եմ ստացել տեղեկություն, որ իրոք Եղիշե Կիրակոսյանը լքում է պաշտոնը հենց այդ պատճառով, որ Հայաստանը պատրաստվում է հրաժարվել այդ դատական հայցերից։ Չեմ կարող պնդել, մինչև չիմանանք 100%, բայց նաև վաղվա բանում նույն Տիգրան Խազմալյանն էլ այդպիսի տեղեկություններ ուներ։ Այսինքն դատական հայցեր, որ ներկայացրել է Ադրբեջանը Հայաստանի դեմ եւ Հայաստանը Ադրբեջանի դեմ, այսինքն փոխադարձություններով կհրաժարվենք, եթե խաղաղության պայմանագիր լինի, այդպես էին ասում։ Այո, մենք խաղաղության պայմանագրից ենք խոսեցել, նայեք, դիտեք վաղվա եթերը, ես հիմա չեմ ուզում շատ ծավալվեմ, որտեղ էլի հարցեր կա քննարկելու, ես ինչ եմ ուզում ասել, տեսեք, սա այն էր, ինչ մենք կանխատեսում էինք, Ալիևը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ տարածքային պայմաններից։ Իմ գլխավոր մտահոգությունը եւ շատ իրական մտահոգությունը նրան է վերաբերվում, որ տեսեք, եթե մենք ունենանք խաղաղության պայմանագիր, դա լինելու է թղթի կտոր։ Այսինքն ինչի եմ ես անհանգստացած։ Եթե Ալիևի հետ ստորագրում ենք մենք այդ խաղաղության պայմանագիրը եւ փոխադարձ հիմունքներով հրաժարվում ենք դատական հայցերից, դա չի կապում Ալիևի ձեռքերը հետագայում ոչ մեզանից տարածքային պահանջներ ունենալու, ոչ պահանջելու սահմանադրությունը փոխել, ոչ էլ
էլ ագրեսիա գործադրելու։ Պետք է անվտանգության երաշխիքներ, Այո, է պահանջում Ռուսաստանի։ ինչ դիպուկ, այո, շատ դիպուկն դիպուկ նկատեցիք։ Այո, հենց այդ է ուզում ասել, դուք մի քայլ առաջ ընկաք։ Զելենսկին ինչ ասում, ասում է էլի դադարեցնենք հենց հիմա, բայց դա չի նշանակում, որ Ուկրաինան վաղը մյուս օրը կամ Տրամպի գնալուց հետո ապահովագրված լինի։ Հիմա նույնն էլ մեր մասով է վերաբերում։ Ես անկեղծ ասած չեմ հավատում ընդհանրապես, որ Ադրբեջանը երբևէ կհրաժարվի Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից, ինչու որտեվ մենք ինչու բազմից այստեղ խոսել ենք, չէ՞, Ալիևի կերպարը, ընդհանրապես իրենց ազգը ապրում եւ սնվում է, կաթի հետ մորական, կաթի հետ սնվում է, որ Հայաստանը պետք է իրանց այդպես ինչ որ հայեր եկել, իրանց արանքում, իրանց ու թուրքերի արանքում սեփ են խրել, ինչ որ չգիտեմ որտեղից իջել են եկել են, հասկանում եք։ Ինքն էր հետաքրքիր Էրդողանը մի քանի օր առաջ կարծեմ Ալիևի հետ հանդիպումից առաջ էր անմիջապես կամ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են պայմանագրի կնքմանը եւ խաղաղություն կհաստատվի։ Ոչ թե այդպիսի բան, այ մոտավորապես ինչ որ իրենք այսպես իբր թե sense առաջընթաց են տեսնում եւ ուզում են կայունություն լինի։ Եզրափակելով այս մասը ասածս ինչա, տեսեք, այսինքն ինչա ստացվում։ Ալիևը կարող է օգտագործել առիթը, որ Հայաստանում էլ նախընտրական շրջան է եւ իշխանությանը պետք է այդ խաղաղության պայմանագիրը, դե որ ներկայացնի ինչ որ այսինքն երկար տարիների իրենց քաղաքականությունը ըստ էության արդյունք ունեցել։ Ինքը այս իմաստով ըստ էության հասկանալով, որ ինքը իրականում է խառը աշխարհում, իսկ այսօր այս աշխարհում ով կարա երաշխիք տա։ Տեսնում եք, ինչա կատարվում։ Դու պետք է ակտիվ խաղացող լինես, որ կարողանաս քո երաշխիքը ստանաս ինչ որ մեկից, հա։ Մենք այդ խոսել ենք այդ մասին։ Այսինքն ակտիվ աշխատես Թրամփի հետ, ակտիվ աշխատես Եվրամիության հետ, Հայաստանի մասով։ Այսինքն Ալիևը կարող է օգտվել առիթից, ըստ էության ինչ որ մի թղթի կտոր ստեղծել, հա, այս պահին, որտեղ չկա ճանապարհների հարց, ամենագլխավոր թնջուկը իդեպ մեր մեջ, հա։ Եվ այդ արանքում ստանա վերացնի մեր ձեռքից այն զենքերը, որ մենք ունենք այսօր, հա։ Հետո իրեն որևէ բան չի խանգարելու այդ զենքերը վերացրած արդեն, հա, նորից ագրեսիա գործադրի։ Սա է իմ գլխավոր մտահոգությունը։ Հիմա գնանք գովազդային դադարի, կվերադառնանք քիչ անց։ Բայ-Դուբայ.am, այո, Բայ-Դուբայ.am։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայ-Դուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայ-Դուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխ գործոցներով հայտնի Emar եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայ-Դուբայ.am։ Մեր տաղավարում է Արմեն Չիբուկչյանը, հարգելի հեռուստադիտողներ, եւ այժմ անդրադառնալու ենք Թրամփի հայտարարած մաքսատուրքերին։ Մենք ձեզ տեղեկացրեցինք, որ Թրամփը համաձայնել է երկարացնել Մեքսիկայի համար մաքսատուրքերի 25%-ով ավելացնելու ժամկետը մինչև ապրիլի 2-ը, մինչդեռ նշեցինք եւ Թրամփն էր այդ մասին ասել, որ Կանադան իրեն չի համոզել եւ դա Կանադային չի վերաբերվում։ Բայց պարոն Չիբուկչյանն ասում է, որ ընդամենը մի քանի րոպե առաջ մինչ իր եթեր մտնելը Թրամփը նաեւ հայտարարել է, որ զիջում է նաեւ Կանադային, մի քիչ մանրամասնեք խնդրում եմ։ Այո, ուրեմն հարցը հետևյալն է, որ միջև այդ դուք ճիշտ եք նշում, հայտարարություններ եղան, թվիթ ա եղել, հա, եւ իր այո մեդիայում, իր սոցիալական ցանցում, True Social-ում, որ Կանադան իրեն չի համոզում, Մեքսիկային շանս կտա։ Միջև այդ բոլորը համոզված են, որ այդպես էլ լինելու է, որովհետեւ ինքը միջև ապրիլի 2-ն էր ժամանակ տվել, ճիշտ է։ Դրանից հետո ստորագրեց, որոշեց, որ պետքա խիստ միջոցների դիմի, հա, սաղ մտածին, որ հեսա մարտի 5-ից 6-ից է լինելու այդ տարիֆները։ Ուրեմն այն աստիճան խառնաշփոթ է ստեղծել Թրամփը։ Ոչ մեկ անգամ մասնագետները ես տեղ լսում չեն հասկանում, ասում են մենք չենք հասկանում, այս ինչ քաոս է։ Մենք չենք հասկանում, որին, երբ, ինչի է ուզում հարկի։ Ես վստահեցնում եմ ձեզ, ստեղ ես այսօր առավոտվանից ուղղակի ես չգիտեմ, երևի արդեն տնտեսական վերլուծություն, դե ես տնտեսագետ չեմ ինքս, հա, փորձում եմ լսել, հասկանալ ինչ են ասում։ Ուրեմն ոչ մի էքսպերտ չի հասկանում ինչա ռեալ կատարվում։ 0։ Եվ ինչն է խնդիրը։
ինչ իրանք ես ասում եմ, այնպեսի խառնաշփոթ է ստեղծել Թրամփը եւ շատերը ասում են, որ դա հենց հատուկ է արվում այդպես, բայց գլխավորը ապես ինչն է խնդիրը։ Դուք գիտեք, որ այս կրկին ֆոնդային բորսաները մինուսով են փակվել։ Կրկին պրոբլեմա։ Եվ ինչ են ասում Կանադայից, ասում են եւ որտեվ լրագրողները հարց անգամ ես լսեցի մեկ այլ կանադացի պաշտոնյայի եւ նաեւ Մելանի Ժոլիի ուրեմն հարցազրույցները CNN-ին ուրեմն հետաքրքրական է որ իրենք ասում են որ հենց այդպես էլ ասեց շատ լավ ձևակերպեց Ժոլին ասեց տնտեսությունը եւ ընդհանրապես բիզնեսը եւ արտադրությունը ալերգիա ունի անկայունության հետ կապված Եվ ասեց, այս ինչ որ հիմա անում է Թրամփը, անկախ նրանից տարիֆները չի բարձրացնում, որտեղ հիմա մեկ ամսով եւս հետաձգեց։ Եվ Կանադայի եւ Մեքսիկոյի համար, հա։ Ասեց, ես ուզում եմ օգնեմ իրենց։ Եվ Տրուդոյի հետ է խոսել եւ Մեքսիկայի նախագահ Շեյնբաում, Կլաուդիա Շեյնբաում, ինչ միշտ էս մի բան, հա։ Վերջը ասեց դե Շեյնբաումից ասեց լավ հարաբերություններ ունենք Մեքսիկոյի նախագահի հետ եւ այլն ինչ որ այսպիսի բան, բայց ասեց ահա որ չեն սիրում անկայունությունը եւ միևնույնն է դա ազդում է, բայց գլխավոր խնդիրը այստեղ հետեւյալն է, որ ոչ մեկ չի հասկանում ինչի պատճառով։ Հիմա մի պահ ստացվեց Թրամփը այսօր ասեց մեզ ոչ մի բան պետք չի ոչ իրանց ծառերն է պետք ոչ իրանց նավթ ու գազն է պետք Կանադայից ոչ մի բան մենք ամեն ինչ ունենք մեր երկրում եկեք միացեք 51-րդ այդ չասեց բայց Ջոլին ասեց մենք լուրջ ենք ընդունում այդ սպառնալիքները եւ մենք չմտածեք ասեց որ մենք մի մասը անգլախոս ենք մի մասը ֆրանսախոս ասեց եթե նկատում եք ես ֆրանսախոս եմ օրինակ հա մենք այս հարցում միանշանակ ամերիկացի չենք կապ չունի մենք բաժանված ենք ֆրանսախոսների, անգլախոսների, այսինքն միտքը դա էր, էլի, հույս չունեք։ Եվ իդեպ, այո, եւս մեկ պաշտոնյա կանչեցի, որը անգլախոս է եւ մյուս հատվածներ ներկայացնում Կանադայի, եւ նա ավելի կոպիտ քննադատեց Դոնալդ Թրամփից, ասեց, այն ինչ որ ինքը, ասեց մենք սիրում ենք Ամերիկա, բոլորն են ասում, մենք սիրում ենք ամերիկացիներին։ Մենք ընդհանուր սահման ունենք, մենք ընդհանրապես բաց սահման ունենք, ասեց։ Մենք ոչ մի խնդրեմ չունենք, ասեց, ամերիկացիներն վստահ եմ սիրում են մեզ։ Բայց այն ինչ որ Թրամփը անում է, վնասում է առաջին հերթին ամերիկացիներին։ Այո, Տրուդոն ասեց դա մեզ կկծի, դա մեծ պրոբլեմա ստեղծելու լուրջ, բայց մենք ասեց fight back, հա, ասենք ոնց որ պատասխան ենք տալու եւ կռվելու ենք ասեց դրա համար եւ մեր անվտանգության համար եւ մեր ինքնիշխանության համար ասեց ու ասեց Կանադան ամեն ինչով բավարար երկիր է, ամեն ինչով ասեց շատ երկրներ Ջոլին ասեց կա երազեն այդ հնարավորությունը ունենալ Կանադայի պես ասեց նավթ, գազ, միներալներ, գյուղատնտեսություն ասեց մենք սուպեր գյուղատնտեսական երկիր ենք, սուպեր ուժով եւ այլն եւ ասեց մենք ոչ միայն կարող ենք մեզ օգնել, մենք ուրիշներին էլ կարող ենք օգնել աշխարհում։ Դրա համար ասեց Ուկրաինայի հարցով մենք միավորվում ենք, ասեց Եվրամիության հետ։ Մենք ասեց ուզում ենք առանձին ավելի խորացնել։ Մասնաբաժինը կարծեմ շատ մեծ է։ Տեսեք ինչ ասում, մենք ասում Ճապոնիայի, Ավստրալիայի, Եվրոպայի հետ ուզում ենք ավելի հզոր առանձին հարաբերություններ ստեղծենք, մենք ավելի ինքնուրույն կդառնանք, ասում եմ, խնդիր չկա, բայց մենք այն երկիրն ենք ասում, որ ոչ միայն մեր համար կարող ենք հոտ տանել, մասնակցել աշխարհի անվտանգությանը մոտարապես, հա, այս շատ հզոր մեսիջ եղեց, եւ պատրաստ ենք պաշտպանել միջև մեր սուվերենությունը այս իմաստով։ Եվ եթե մտածում եք մենք չենք կարող վնասել, ասեց, մենք էլ կարող ենք վնասել, ասեց, հանկարծ մի միջություն, բայց մենք չենք ուզում ամերիկյան ժողովրդին վնասել, հա, հետաքրքրական է սպասել։ Այսինքն նորից էս, հա, իսկ Թրամփը ինչ ասեց, ես կարճ ժամանակահատվածում ուզում եմ օգնած լինել, նրանք ասում են ինձ օգնություն խնդրեցին, ես էլ ուզում եմ օգնած լինել, հիմա ապրիլի, այսինքն մինչև ապրիլի 2-ը, հետո ասեց ապրիլի 2-ը լինելու է շատ 100 օրը լրացած կլինի դե հաշվենք էլի չեմ կարծում չէ լրացած չի լինելու ոնց որ հա հունվարի 20 հա թե 100 օր լրանում լավ մի խոսքով թող ամեն մեկը հաշվի էլի հիմա դրա համար անչանենք հիմա տեսեք ինչ ասեց որ ինձ զանգեցին օգնություն խնդրեցին ես ուզում եմ օգնած լինեմ իրանց մի ամսով շատ կարճ ժամանակահատվածում հա ասեց short term բանով ասեց ուզում եմ օգնած լինեմ թե ինչ օգնություն է չգիտեմ բայց կանադացիք ասում են որ ընդհանրապես այդ խոսակցությունը վերացրու ասում են։ Հիմա
Չինաստանի հանդեպ 20% սահմանել արդեն 10-10 սահմանեց, հա։ Հիմա այս ամեն ինչի արդյունքում ուզում ես հասկանաս, արդյոք այս ամեն ինչի արդյունքում Չինաստանի տարիֆները գործում են արդեն, բայց Կանադան ու Մեքսիկան հետաձգվում են, այս ինչ բլեֆ է, այս ինչ խաղ է, թե Չինաստանն չի գործում։ Մենք չենք կարողանում հասկանալ, որովհետև այնպիսի բոլորը ասում են, սա մի այլանդակ խառնաշփոթ է, որը պիտի չլինի, հա։ Եվ հետաքրքրական մի բան, որ Չինաստանի հետ, Կանադայի հետ կապված Ջոլին ինչ ասեց։ Գիտեք, կա Five Eyes հասկացում, որ հետախուզությունները 5 անգլախոս երկրների, դա Մեծ Բրիտանիան է, Միացյալ Թագավորությունն է, Միացյալ Նահանգներն են, Ավստրալիան է, Նոր Զելանդիան է եւ Կանադան է։ Միշտ փոխանակվել են հետախուզական տվյալները, դա լուրջ անվտանգային, այո։ Եվ Տրամփի ադմինիստրացիան սպառնում է ուղղակի դուրս գցել Կանադային այդ 5 աչքից, եւ Ջոլին ասեց, մենք խոսեցինք, ես խոսել եմ երեք Ռուբիոյի հետ։ Եվ ինչ ասել Ռուբիոն, ասեց, եւ ճիշտ ասած ինքը ասեց, մենք որթեգրել ենք, որ այսուհետ ինչ որ մեզ ներքին կարգով ներկայացվելու է, մենք բարձրաձայնելու ենք դա, չենք թաքցնելու։ Եվ հետաքրքրական է, որ մի փոքր ինքը, այսպես ասում, գաղտնիք բացեց, որը ինձ թվում է Տրամփին դուրս չի գա բացարձակ, այստեղ որտեվ ասեց Ռուբիոն չի հաստատել, որ այդպիսի բան պատրաստվում են անել։ Պատկերացնում եք, այսինքն Տրամփը սպառնում է Եվ ինքը կուզենա այդ սպառնալիքը աշխատի, բայց Ռուբիոն չի հաստատում դա։ Այստեղ էլ իրանց ներսում էլ է խառնաշփոթ։ Այսօր զբաղված էին այն Al Green-ին այդ որը որ պրոտեստ էր արել Տրամփի ելույթի ժամանակ, դրան ցենզուրայի տակ դրեցին։ Ձեռնափայտով կոնգրեսը։ Այո, մի խոսքով ներքաղաքական պայքարն է ահավոր սրվում ու այնպիսի մի քաոս ու խառնաշփոթ է։ Եվ ինչ ասեց նաև Ջոլին հետաքրքիր Ուկրաինայի մասով։ Ասեց Ռուբիոն ինձ ասել է, հետաքրքրական է այստեղ։ Որ ինքը Ուկրաինայի մասով լավ գործարք է ուզում, որովհետև եթե վատ գործարք եղավ ասեց, բոլորն են տուժելու, Չինաստանը նայում է, մենք հիմա ինչ ենք անում։ Եվ շատ հետաքրքիր է, որ Կանադայի արտգործնախարարն այդ մասին բացատրում բոլորին, հա, ամերիկացիներին։ Եվ հետաքրքրական է, թե ինչ հետաքրքրական, որ Ռուբիոն ասել է, մենք լավ գործարք ենք ուզում, Ջոլին ասեց, մենք էլ ենք ուզում լավ գործարք այդ իմաստով, հա։ Եվ մի բան էլ կարևոր նշեմ, որ Տրամփին դուրս չի եկել Մակրոնի հայտարարությունը միջուկային հովանոցի հետ կապված Եվրոպայի Եվ Տրամփը ասեց հետևյալը, որ մենք խոսում ենք միջուկային զենքից ազատվելու մասին, սկսեց բան, այդ լավ ռետորաբանություն չի մոտավորապես, դե իհարկե փորձեց զգուշ արտահայտվել, այսպես Մակրոնի հասցեին, բայց գլոբալ ինչն էր միտքը, որ այս ինչ է կանոն բան եւ այլն, այսինքն ես հասկանում եմ, որ համ Տրամփը, գիտեք ինչ, այսպեսի արդեն տպավորություն, հələ չեմ շտապում, բայց տպավորությունը ստորիկը համ սխմում է Եվրոպային, որ Եվրոպան ինքնուրույն դառնա, համ էլ հենց Եվրոպան ուզում է ինքնուրույն դառնա, իրան դա դուր չի գալիս, տեսնում եք այս բանը եւ այլն։ Ռուբիոն կարծեմ թե Վենսը ասաց, որ այս պատերազմը Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը իրականում Ամերիկա-Ռուսաստան երկու ատոմային դա ընդհանրապես սիրուն չի, դա ռուսական պրոպագանդա է, դա խայտարակություն է ուղղակի, մի խոսքով դա էլ մի կողմ դրած, եւ ինչ է ուզում ասել, հա, եւ այս իմաստով, այսինքն, հա, եւ երկրորդ բանից ասում է, Պուտինը ուզում է այդ միջուկային բանը կրճատել արսենալը, հա, Սի Ցզինպինն էլ ուրախ կլիներ կրճատել, բայց այստեղ խնդիր կա ու սկսեց ինչ որ ընտրություններ բան խառնել իրար 4 տարի եւ այլն Հասկանում եք, այսինքն մի խոսքով սա մի խայտարակ քաոս է, որ տեղի է ունենում։ Եվ այդ քաոսի արդյունքում էր, որ Պուտինն էլ ասաց, որ ոմանք թող հիշեն Ֆրանսիան։ Այո, եւ իմիջիայլոց Մակրոնը լավ հարվածել է, Լավրովն էլ շատ այսպես հիստերիայի մեջ էր։ Մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց հարգելի հեռուստադիտողներ, ինչպես պարոն Չիբուխչյանն ասաց, վաղը YouTube-յան լայվում կլինի զրույց Տիգրան Խզմալյանի հետ, իսկ նաև տեղեկացնեմ, որ դրան հաջորդող շաբաթվա ընթացքում պարոն Չիբուխչյանը որոշ ժամանակ կբացակայի անձնական հարցերով, մենք ձեզ կտեղեկացնենք վերադարձի մասին, իսկ հիմա արդեն ցտեսություն։ Հաջողություն։